Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ սրտով։ Այս է առաջին եւ մեծ պատվիրանը։ Եվ պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ։ Այսօր մեր եկեղեցում Գալստյան կիրակին է, որը խորհրդանշում է Քրիստոսի թե առաջին եւ թե երկրորդ գալուստները։ Քրիստոս առաջին անգամ եկավ աշխարհ, Աստծո որդին եկավ աշխարհ, մարդացավ, որպեսզի բերի մեզ Աստծո արքայությունը եւ մատուցի մեզ իր ճշմարտությունը, իր սերը, իր խաղաղությունը, որպեսզի մենք դրանք ընդունելով մտնենք այդ արքայության մեջ եւ այնտեղ հարատև երջանկության մեջ լինենք Աստծո ներկայությունը վայելելով։ Բայց եւ Քրիստոս երբ առաջին անգամ եկավ, մարդիկ նրան չընդունեցին, խաչեցին եւ սպանեցին։ Բայց նա հարություն առավ եւ երբ համբարձվում էր երկինք, խոստացավ գալ երկրորդ անգամ։ Եվ ահա այսօրվա օրը խորհրդանշում է թե Քրիստոսի առաջին գալուստը, երբ նա բերեց մեզ այդ արքայության ավետիստն ու արքայությունը, եւ թե երկրորդ գալուստը, երբ Հիսուս Քրիստոս պիտի գա ամպերի վրայով, երբ երկինքը պիտի բացվի, այս աշխարհը պիտի հասնի իր ավարտին եւ մենք այլևս բոլորս պիտի կանգնենք Աստծո առաջ, Աստծո ներումը ստանալու պարագային մեր մեղքերի դիմաց մտնելու հավիտենական իր արքայության մեջ, իսկ ոչ ապա հավիտենական տանջանքներին արժանանալու համար։ Այս վաղճանաբանական պատկերացումները շատերի մոտ առիթ են տվել երկար մտորումների եւ գուշակությունների, թե երբ պիտի գա Քրիստոս, ինչ պիտի լինի այդ ժամանակ, բայց Հիսուս Քրիստոս շատ հստակ մեզ ասում է, թե ոչ ոք չգիտի այն օրը, թե երբ պիտի Քրիստոս գա։ Ինչի համար է Քրիստոս այդ խոսքերը մեզ ասում, հորդորելու, որպեսզի մենք յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք կանգնելու Քրիստոսի առաջ։ Քրիստոնեությունը անցյալի մասին չէ, քրիստոնեությունը անգամ ապագայի մասին չէ, քրիստոնեությունը ներկայի մասին է, Աստծո արքայությունը այսօր եւ այստեղ մեր սրտերում ներկա է։ Մեզ մնում է միայն ընդունել այս ներկան եւ ապրել այդ իրականության մեջ։ Հետաքրքիր մի պատմություն կա։ Ասում է, թե հարցնում են տարբեր մարդկանց, թե երբ Հիսուս Քրիստոս գա երկրորդ անգամ, ինչ եք դուք անելու, եւ երբ այդ հարցը տալիս են մի վանականի, որ այգում գործ է անում, ծաղիկներ է մշակում, նա պատասխանում է, ասում է, շարունակելու եմ ծաղիկներս մշակելու։ Այսինքն, եթե մենք հիմա տեսնենք, որ Հիսուս Քրիստոս գալիս է ամպերի վրայով եւ պիտի մեզ դատի մեր մեղքերի դիմաց, մեզանից շատերը կասեն, դե եկեք վազենք, մեր մեղքերը քչացնենք։ Մեկը կգնա իր եղբոր հետ բարիշելու, եթե խռով է, եթե վիճել է նրա հետ, մեկը կգնա բարի գործեր անելու, բայց արդյոք մենք կհասցնենք դա անել։ Մենք պիտի յուրաքանչյուր պահ այդպես ապրենք, մենք չպիտի սպասենք, որ Հիսուս Քրիստոս երկնքից երկրորդ անգամ իջնի, որ սկսենք բարիք գործել, որ սկսենք սեր հաստատել, խաղաղություն հաստատել։ Յուրաքանչյուր պահ պիտի պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը։ Ինչպես։ Այսօրվա մեր աստվածաշնչյան ընթերցումը շատ հստակ տալիս է մեզ այդ պատասխանը։ Մատթեոսի ավետարանում Հիսուս Քրիստոս ասում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն, քո ամբողջ մտքով, հոգով եւ սրտով»։ Այս է առաջին եւ մեծ պատվիրանը։ Եվ պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ։ Հետևաբար, երկու գործ կան, որ մշտական մեր առօրյայի մեջ պիտի լինեն. Աստված պաշտություն, Աստծո պատվիրանների պահեցողություն եւ մարդասիրություն։ Սիրենք մեր ընկերներին այնպես, ինչպես սիրում ենք ինքներս մեզ։ Հետևաբար, սիրելիներ, եկեք այսօր եւ այստեղ պատրաստ լինենք Քրիստոսի գալստյանը։ Սիրենք Աստծուն, սիրենք մարդկանց։